գործընկերներս բավականին մանրամասն անընդհատ նաև պատմական հղումներով կարծում եմ բավականին մանրամասն պատմել են արդեն ձեր ուրեմն նախորդող ժամանակաշրջանի կատարած հանցագործությունները հայկական պետականության նկատմամբ, բայց ինչով եք դուք զբաղվում այսօրվա դաշնակցությունը։ Ըստ էության ոչ թե դաշնակցությունը, որովհետև չկա դաշնակցություն։ Կա ռոբասերժական, խմբակի, մաս կազմող, քաղաքական թիմ, որը իր անունը այս պահին այո դաշնակցություն է, բայց այս դաշնակցությունը ըստ էության որևէ կապ չունի որևէ գաղափարական ուղղության հետ։ Ուր եք դուք 3 օրինակ։ Հիմա գալիս եք ինչ-որ բարձրագոչ հայտարարություններ եք անում, մեղադրանքներ եք հնչեցնում, հարցեր եք տալիս այս ամբիոնից։ Ուր եք 3 կառավարության հետ հարց ու պատասխանին, վարչապետը ձեզ էր ման գալիս ճիշտն ասած 3, որ ձեր հարցերին պատասխաներ, ինչպես միշտ էլի ձեզ տալ պատերով։ Դրա համար էիք 3 էլի փախել ազգային ժողովից։ Ոնց որ նախորդ գումարման, նախորդ քարորիայի ժամանակ, էլի ուզում եմ հիշեցնել գործընկերներս հիշեցնեցին, 20 րոպե ընդմիջում եք վերցնում, խրոխտ հայտարարություններ անելով, հեռանում եք ու էլ չեք գալիս։ Այս ձեր համար պարտիզանական կռիվները չի, հա? Պարտիզանական կռիվ չի, էս դա անտառներում, որ գաք ինչ-որ փոքր կրակներ վառեք, փախնեք, սպասեք ինչ-որ մեծ պայությունների, ոնց որ պատմականորեն ժամանակին արել եք 1890-ականներին, 1900-ականներին։ Այս ձեր համար այդ ժամանակները չեն։ Քաղաքական գործունեությամբ եք զբաղվում, եկեք այստեղ քաղաքական գործունեությամբ զբաղվեք։ Երեկ էլ պարոն Մինասյանն ասում էր գալու ենք, սպասեք, հեսա 10 րոպեանոց ելույթներն են, հեսա նայեք ինչ ենք, ինչ եք անում, ինչ պետք է դուք անեք, ինչ կարաք դուք անեք։ Դուք գաղափարապես քաղաքական իմաստով սնանկ եք, հարգելի գործընկերներ։ Դուք ասելիք եւ անելիք այլևս չունեք։ Եվ դաշնակցության անցյալն այլևս հետաքրքիր չի այս իմաստով։ Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում դուք մշտապես մաս եք կազմել ռոբասերժական իշխանությունների կառավարմանը, կոալիցիա եք կազմել կամ կոալիցիա չեք կազմել, տակից աջակցել եք, դուք պարազիտացել եք նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում դուք պարազիտացել եք ռոբասերժական իշխանության վրա, կաբինետներ եք վերցրել ձեզ համար, գնացել եք հանգիստ ձեր համար նստել եք կոռուպցիոն, թալանչի, քաղաքացիներին ունե զրկող իշխանությունների հետ շատ սիրուն, համերաշխ, հավեսով աշխատել եք, հավեսով տակ տեղ եք մանեկել ձեզ եւ գտել եք թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, թե հատկապես Ռոբերտ Քոչյանի տարիներին։ Հիմա էլ եկել եք Ռոբերտ Քոչյանին, ուրեմն ձեր հավատարմությունն եք հայտնում մշտական, դարձրել եք ձեր քաղաքական ուժի ղեկավարը, այն նույն Ռոբերտ Քոչյանին, ով միութենական պետություն է պատկերացնում եւ այլն եւ այդպես նույն Ռոբերտ Քոչյանն ում օրոք հոկտեմբերի 27 է եղել, Պողոս Պողոսյանն է սպանվել դաշնակցական, մարտի 1 է եղել։ Եվ Արծվիկ Մինասյանն էլ ստեղ եկել է սահմանադրական կարգի տապալման հոդվածն է մեջբերում։ Կգնաք Ռոբերտ Քոչյանի դեմը կնստեք, պարոն Մինասյան, եւ սահմանադրական կարգի տապալման հոդվածը կկարդաք Ռոբերտ Քոչյանի մասին, հետո էլ մարտի 1-ի տեսանյութերը կդնեք, հոկտեմբերի 27-ի տեսանյութերը կդնեք, իրար հետ կնայեք։ Ես ձեզ դրա լինքերը կուղարկեմ, եթե պետք է։ 30 տարի ասում եմ, մեր 30 տարի մեր դիվանագիտությունը դուք եկաք եւ մեր դիվանագիտությունը խայտարակ ուրեմն տեղ հասցրեցիք մեր դիվանագիտությունը, մենք գիտեք ինչ դիվանագիտությամբ ենք զբաղվում 30 տարի։ Տեսել ենք գնում եք եվրոպական հարթակներ, ռուսերեն ելույթներ եք ունենում։ Այդտեղ ձեր նշանակած դեսպաններն են ձեր դիվանագետները, հա, ոնց որ, այն որ ուղղակի տենց լավություն ձեր ընկերներին, աղբերներին տեղավորում եք տարբեր երկրներում որպես դեսպաններ, այդտեղ ձեր դիվանագիտությունը, ձեր կզած ա եղել ձեր դիվանագիտությունը նախորդ տարիներին, ձեր կառավարման տարիներին, ձեր քաղաքական ղեկավարների կառավարման տարիներին, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի, այդտեղ ձեր դիվանագիտությունը։ Ինչի մասին եք եկել այստեղ խոսում, չեք ամաչում ուղղակի։ Այսինքն հիմա քաղաքացիները տեսնում են, չէ՞, Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը, հարաբերությունները տարբեր երկրների հետ, երկկողմ հարաբերությունները, փաստաթղթերը ստորագրված եւ տեսնում են նաեւ թե դուք ինչեր եք բերել այս երկրի գլխին ձեր կառավարման տարիներին։ Ասում են Ղարաբաղը, մեզ մեղադրում են, որ ասում են Ղարաբաղը թոք եք։ Այո, դուք եք Ղարաբաղը թոք սարքել Հայաստանի Հանրապետության համար։ Դուք, որովհետև դուք Ղարաբաղի հարցը մշտապես օգտագործել եք Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու համար։ Եվ հիմա էլ ձեր ընդդիմադիր նպատակների համար եք Ղարաբաղը, Ղարաբաղի ժողովրդին օգտագործում, ազդելով նրանց հույսերի եւ փորձելով տարբեր խարդավանքների մեջ ներգրավել Ղարաբաղի ժողովրդին ձեր ստերով եւ կեղծիքներով։ Տրոյական ձի, ասում են
մեզ են ասում տրոյական ձին։ Դուք 2021 թվականին ժողովրդին խաբելով, ինչ ասես ասելով, ինչ ստեր ասես չտարածելով, օգտվելով 44-օրյա պատերազմի հետևանքով ժողովրդի հուզական վիճակից, ապա տեղեկատվությունից, հիբրիդային հարձակումներից, որոնք իդեպ ձեր նաև գործուն մասնակցությամբ են կազմակերպվել Հայաստանի դեմ, եկել եք, մտել եք ազգային ժողով եւ այս ամբիոնը օգտագործում եք Հայաստանի պետականության դեմ։ Հիմա միայն դուք եք, պարոն Ավետիսյան, ցավոք էստեղ ձեր ընկերներն էլի չկան, փախել են էլի, եկեք նստեք, լսեք, ձեզ ինչ են ասում ի պատասխան ձեր արածներին եւ ասածներին։ Հետո մեզ եք ասում տրոյական ձի, ձեզանից լավ տրոյական ձի, չնայած մի խանգարեք ինձ, պարոն Ավետիսյան, չնայած ձեզանից լավ տրոյական ձի հնարավոր չի գտնել էլի, ձին չնայած ազնվական կենթանի է եւ ինչպես իմ հարգելի գործընկեր մեր խմբակցության ղեկավարն է շատ լավ օրինակ բերել, դուք տրոյական ջորի եք այս դեպքում, էլի տրոյական ձի էլ չեք։ Իմ հետ զուգահեռ մի խոսեք, պարոն Ավետիսյան։ Իմ հետ զուգահեռ դուք եք ստեղ մենակ եք մնացել, ուր են ձեր ընկերները, ուր են ձեր դաշնակցական ընկերները, ընկեր Ավետիսյան, մի ընդհատեք ինձ էլի, մա քանի անգամ ձեզ ասում։ Արծվիկ Մինասյանն ասում է, էլի Ղազախստանից եկող ցորենի օրինակը անընդհատ ինչ-որ բերում թմկահարում են, ասում է Ղարաբաղից ցորեն էինք բերում 50-100 տոննա, ախի լուծարեցիք Ղարաբաղը, դուք չէիք Ղարաբաղը լուծարողներ, դուք եք Ղարաբաղը լուծարողներ, ու դու մի հատ էլ բարոյական իրավունք եք ձեզ վերապահում, գաք այստեղ Ղարաբաղի անունը տաք, ամոթա ուղղակի։ Եվ քաղ բանտարկյալների թեման է ձեր կողմից թմկահարվում Վարդանիկի գլխավորությամբ, ուրեմն ընդդիմությունն ասում է, որ Վարդանիկը եւ այլն քաղաքական հետապնդումներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Դուք քաղաքականությունը ձեզ համար դարձրել եք ապաստան, ձեր ուրեմն թալանած ձեր իշխանության տարիներին տեղի ունեցած հանցագործությունները կոծկելու պատժից խուսափելու համար, որպես քաղաքականությունը վերցրել եք ապաստան, էլի, որ գաք ասեք, տեսեք, մեզ քաղաքական հետապնդման են ենթարկում։ Հանցագործներին բերում եք, դարձնում եք քաղաքապետ, զարթուղի ճանապարհներով իրար վրա ձայն վաճառելով, շատ լավ իմանալով, որ այդ մարդիկ հանցագործներ են։ Չեն դիմանալու, ասես դիմացներով ինչ-որ մի հատ գնման պայմանագիրը անցնելու, ասես վրայից ասես փող վերցնեն կաշառքից։ Չէ, դուք սա շատ լավ գիտեք, շատ լավ իմանալով բերում մտցնում եք այդ մարդկանց քաղաքականության մեջ, հետո որ գաք այստեղ ասեք, թե բա գիտեք, մեզ քաղաքական հետապնդման են ենթարկում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա էլ հասկացել եք, որ քաղաքականությունն այլևս ձեզ համար չի կարող լինել որպես վահան ձեր ուրեմն կերածների համար, հիմա էլ եկեղեցին եք սարքել, արդեն հասել եք լրիվ վերջին, էլ տեղ չկա գնալու, էլ ձև չկա, հիմա եկեղեցին եք սարքել ձեր արածների, ուրեմն գողացածի եւ ձեր կատարած հանցագործությունների համար որպես պաշտպանության վահան։ Եվ մենք էլ թույլ չենք տալու ոչ քաղաքականությունը դարձնել